Ըստ էության կարող եմ ասել այն ինչ որ նաև հաղորդագրությամբ նշվել է արտաքին հետախուզության ծառայության պետը ներկայացրեց իրավիճակը Իրանի Իսլամական Հանրապետության եւ Մերձավոր Արևելքի շուրջ նաև անվտանգության խորհրդի քարտուղարը ներկայացրեց միջգերատեսչական խմբի աշխատանքային խմբի նաև կատարած աշխատանքը եւ վերլուծությունները որոնք այդ պահի դրությամբ իրավիճակի գնահատականներ տրվեցին եւ զարգացման որոշակի հեռանկարների մասին քննարկում տեղի ունեցավ, որից հետո վարչապետը տվեց անհրաժեշտ հանձնարարականներ եւ բնականաբար նաեւ անվտանգության խորհրդի անդամները անվտանգության խորհուրդը իր ցավակցությունը հայտնեց Մերձավոր Արևելքում Իրանում զոհերի կապակցությամբ ինչպես նաև մաղթեց որպեսզի խաղաղությունը շուտապույտ հաստատվի սա ընդհանուր ուրեմն այն բովանդակությունն է որը ես կարող եմ ներկայացնել Երբ պատերազմում են ըստ էության Հայաստանի դաշնակից որի հետ մենք ծրագրեր ենք կնքում ռազմավարական համագործակցություն ենք Միացյալ Նահանգները եւ Իրանը, որը կենսական հարևան է, նույնպես դաշնակիցը, հարազատ ժողովուրդ է, այ ո՞րն է այդ ժամանակ մեր պաշտոնական դիրքորոշումը, ո՞րն է մեր պաշտոնական դիրքորոշումը։ Մեր պաշտոնական դիրքորոշումը այն է ինչ որ արտահայտվեց անվտանգության խորհրդի հաղորդագրությամբ, ինչպես նաև վարչապետի եւ արտաքին գործերի նախարարի իրենց գործընկերների հետ զրույցների արդյունքում մենք գնահատում ենք եւ մաղթում ենք շուտապույտ խաղաղության հաստատում։ Մեզանից լավ շատ քչերը կարող են պատկերացնել, թե ինչ ծանր արհավիրք է պատերազմը եւ ինչ ծանր հետևանքներ է բերում եւ բնականաբար մենք որ տևական ջանքերից հետո անցնելով ամենածանր փորձությունների միջով ի վերջո կարողանում ենք խաղաղություն հաստատել մեր երկրի շուրջ, մեր պետության շուրջ, բնականաբար մեր դիրքորոշումը պիտի լինի այն, որ հույս հայտնենք, որ եւ մեր բնականաբար հնարավորությունների սահմաններում նպաստենք, որ տարածաշրջանում տիրի խաղաղություն։ Դուք ճիշտ ասացիք, Իրանը շատ կարեւոր երկիր է մեզ համար, Իրանի ժողովուրդը բարեկամ ժողովուրդ է, Միացյալ Նահանգները մեր ռազմավարական դաշնակիցն է, այնպես որ մենք Մերձավոր Արևելքի երկրները եւս շատ կարեւոր գործընկերներ են, այնպես որ մենք կրկին մեր դիրքորոշումը այն է, որ խաղաղությունը պետք է շուտապույտ հաստատվի եւ բոլոր հարցերը լուծվեն դիվանագիտական ճանապարհով։ Ձեզ քննադատում են սոցցանցերում, որ ինչու մենք շուտ չցավակցեցինք Խամենեիի մահվան լուրը լսելուց, որովհետև դա 3 էր, իսկ մենք ոնց որ թե այսօր ցավակցեցինք։ Նախ մենք 3 անվտանգության խորհրդի նիստի արդյունքում պաշտոնական հաղորդագրությամբ արդեն ցավակցություն հայտնել ենք, այսօր եւս հայտնվել է ցավակցություն, բայց ես կարծում եմ, որ սա այն հարցը չի, որտեղ որ մենք պիտի շուտի ուշի շտապելու, աճապարելու խնդիր մեր առջև դնենք կամ ընդհակառակը չաճապարելու խնդիր դնենք։ Այդ նույն մարդիկ, ովքեր որ քննադատում են թե իբրև թե մենք ուշ ենք ցավակցել Եթե մի քիչ ավելի շուտ ցավակցեինք, կքննադատեին, որ խեք այսքան շուտ ցավակցում, այսինքն այդ մարդիկ ցանկացած իրավիճակում միշտ հակառակ տեսանկյունից մեզ ինչ որ բանի համար քննադատելու են, բայց ես կարծում եմ, որ այդ քննադատությունը տարօրինակ է մի քիչ նաև, որովհետև ցավակցությունը եղել է 3 առավոտյան շուտ։ Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել, դրանից հետո արդեն հայտարարությունը հրապարակային տեղադրվել է։ Պարոն Կոնջարյան, անվտանգության արտաքին հետախուզության զեկույցում այս տարվա 25-ի զեկույց է հստակ գրած էր, ես մի անգամ էլ կարդացի, որ հնարավոր է պատերազմ եւ դրանք լուրջ ռիսկեր կծնեն Հայաստանի Հանրապետության համար։ Այդ քննարկվել են ռիսկերը, որոնք են ռիսկերը։ Այո, բնականաբար դուք ճիշտ եք նշում, որ նաև արտաքին հետախուզության ծառայությունը իր զեկույցում խոսել է ռիսկերի մասին։ Մենք բոլորս նախորդ տարի ականատես ենք եղել այո 12-օրյա պատերազմին եւ մենք շատ լավ հասկանում ենք, որ մերձավոր արևելքը այս մեծ տարածաշրջանը մեզ համար չափազանց կարևոր է եւ բնականաբար այս թեժ կետերում էսկալացիայի բռնկումը կարող են ամենատարբեր ռիսկեր առաջացնել, այդ թվում նաև հումանիտար ռիսկեր եւ բոլոր ռիսկերը բնականաբար քննարկվում են
տրվում են անհրաժեշտ գնահատականները, տարվում են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները, դրանք բնականաբար տարվում են համապատասխան ծառայությունների կողմից, տարվում է նաև համապատասխան դիվանագիտական աշխատանք, որտեղ որ օրինակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կան, մեր քաղաքացիների անվտանգ եւ շուտապույտ Հայաստան վերադարձի ուղղությամբ աշխատանքներ են տարվում, այսինքն այս աշխատանքների մեծ մասը հաշվի առնելով իրավիճակը տեղի են ունենում բնականաբար ոչ հրապարակային, որովհետև գործընթացներն այնպիսին են, որ հրապարակայնությունը այստեղ առանցքային չէ, առանցքային է, որպեսզի մենք կարողանանք խնդիրը լուծել, բայց նորից մենք հույս ենք հայտնում, որ ավելի լայնամասշտաբ մեծ պայթյունի չի վերածվի եւ գնալով կնվազի էսկալացիան եւ կողմերը կնստեն դիվանագիտական սեղանի շուրջ եւ բանակցությունների միջոցով կկարողանան հանգուցալուծել այս ճգնաժամը։ Քանի որ Միացյալ Նահանգները այս պատերազմի մի կողմն է եւ նա էական ներդրում ունի խաղաղության եւ թրիփի եւ տնտեսական հեռանկարների տարածքային մեր Ադրբեջան հարաբերությունների, Թուրքիայի հետ հարաբերությունների կոնտեքստում արդյոք սա չի ուշացնի օրինակ թրիփի կառուցումը կամ հետաձգի Կարծում եմ, որ մեր եւ Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերությունների դինամիկան բավական ակտիվ է եւ տեմպով առաջ ենք շարժվում եւ մենք ամեն բան պիտի անենք մեր գործընկերների հետ Միացյալ Նահանգներից, որպեսզի այս process-ները որևէ կերպ չդանդաղեցնեն մեր աշխատանքը, կարծում եմ, որ մեզ կհաջողվի, որ մենք թրիփի գործարկման շուրջ մեր աշխատանքները ինչպես որ ակտիվորեն իրականացնում ենք, այնպես էլ շարունակենք եւ օր առաջ արդեն անցնենք գետնի վրա աշխատանքներին։ Այս ուղղությամբ աշխատանքները հենց հիմա էլ շարունակվում են։ Այո, իհարկե։ Մենք հիմա ըստ էության թրիփի կազմակերպության ստեղծման process-ի մեջ ենք, իրավապայմանագրային գործընթացների մեջ ենք, որոշակի ուսումնասիրություններ են կատարվում եւ բնականաբար վստահ եմ, որ առաջիկայում արդեն կանցնենք հաջորդ փուլերին եւ դրանք արդեն տեսանելի կլինեն։ Ընդդիմությունը նաեւ դες քննադատում էր, որ գնացել եք մարզեր, կուկուռուզ, պերաշկի եւ այլն այս լարված ֆոնին։ Ճիշտն ասած, դա երևի ամենածիծաղելի քննադատությունն է, եթե ընդհանրապես կարելի է դրան քննադատություն անվանել, որովհետև ես չգիտեմ, գուցե ընդդիմությունը բան կաներ, բավարարված կհամարեր, որ Հայաստանի ղեկավարը, ասենք, ֆուագրա ուտեր կամ սև խավիար, որ իրենց սև սրտերը, որ իրենց կարիով բրնձով փլա, որ իրենց սև սրտերը բանան են, երևի սև խավիարից են իրենց սև սրտերը լուսավորվում կամ չգիտեմ, ավտոբուսի փոխարեն բաներով, սև ящикներով պետք է Հայաստանի վարչապետը երևի գնա իր ախրանաներով շփվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ, հա, որ մեր ընդդիմությունը իրեն բավարարված զգա, ինչ էականը որն է Հայաստանի կառավարության եւ առաջին հերթին վարչապետի գլխավոր խնդիրն է, որ Հայաստանի շուրջ Հայաստանի համար ապահովի խաղաղություն։ Մենք հիմա ծանր աշխատանքի արդյունքում անցնելով այդ դժոխքի միջով կարողացել ենք Փառք Աստծո ապահովել խաղաղություն եւ մենք հիմա ամրապնդում ենք այդ խաղաղությունը, մենք գնում ենք շփվում ենք մեր ժողովրդի հետ։ Ներողություն։ Այդ առումով լարվածություն չկա հասարակության մեջ։ Չկա, որովհետև գիտեք, նկատի ունեք տարածաշրջանային զարգացումների։ Հարցեր իհարկե կան, մենք երբ որ շփվում ենք մարդկանց հետ, բոլորն էլ հարցնում են, բա ինչ պիտի լինի եւ այլն, բայց ընդհանուր առմամբ ես օրինակ առաջին անգամ վերջին շրջանում այցելությունների եւ քաղաքացիների հետ շփման ընթացքում հասկացա, որ մեր քաղաքացիների միջից այդ ներվը ավելի նվազել է պատերազմի, վերահաս պատերազմի, որովհետև անընդհատ երբ որ մենք գնում էինք հատկապես սահմանամերձ բնակավայրեր, մարդիկ մեզ ավելի շատ հարցնում էին, կարող է նոր հարձակում լինի, կարող է նոր պատերազմ լինի, բա վերջի ինչա լինելու եւ այլն, ու հիմա մարդիկ ավելի շատ գոյաբանական, էգզիստենցիալ խնդիրներից դուրս են եկել, խաղաղությունը հստակ զգացվում է, մանավանդ երբ որ մենք երեք գնացել էինք օրինակ Տավուշ սահմանամերձ գյուղեր եւ մարդիկ ավելի շատ արդեն քննարկում էին առօրյա հարցեր, օրինակ ունեին բազմաթիվ հարցեր առողջապահության ապահովագրության հետ կապված, նախ շատ գնահատում եւ շատ շնորհակալ էին առողջապահության ապահովագրությունից եւ ըստ էության ապահովագրության համակարգը մտել է մարդկանց կյանքի մեջ եւ ըստ էության երևի չկա ընտանիք, որի կամ անմիջական անդամը կամ բարեկամները արդեն իսկ օգտված չլինեն առողջապահության ապահովագրությունից։ Շատ խոսվում էր կենսաթոշակային բարեփոխումներից, թոշակների բարձրացումից, այսինքն քննարկվում էր ավելի շատ արդեն քննարկվում էր առօրյա
բնական հարցեր, որոնք որ յուրաքանչյուր զարգացած կամ զարգացող երկրում քաղաքացիները ակնկալում են կառավարությունից։ Այսինքն այն ժամանակ, եթե մենք ավելի շատ մտածում էինք պատերազմի մասին, մի կերպ գոյությունը պաշտպանելու մասին, հիմա քաղաքացիները ավելի հանգիստ են եւ սկսում են արդեն մտածել առօրյա խնդիրների մասին, բայց սա իհարկե շատ լավ է, բայց մյուս կողմից պետքա նաեւ արձանագրենք, որ ինչպես որ ցանկացած բան, այնպես էլ խաղաղությունը այդպես տրված չի, անգլերեն ասում են for granted։ Մենք դա պիտի խնամենք, մենք այդ խաղաղությունը պիտի պաշտպանենք եւ մեր ժողովրդի հետ պիտի պաշտպանենք, որովհետեւ մենք այսօր տեսնում ենք, որ Հայաստանում կան ուժեր, կան խմբեր, որոնք որ ամեն կերպ անում են ամեն բան, այն խաղաղությունը, որը հիմա հաստատվել ու հաստատվում է, այդ խաղաղության թափանիվը հետ պատտեն եւ Հայաստանը ներքաշեն նոր աշխարհակաղակական ավանտյուրաների մեջ ու դրա համար այդ խմբերը դժգոհ են։ Մարդիկ կան, որ ասում են, որ պետք է Իրան, Ռուսաստան ռազմական դաշինք կազմենք Իրանի հետ։ Դե այդ խմբերում կան մարդիկ, ովքեր օրինակ առաջարկում են, որ ենթադրենք բանը, թրիփի մեջ ներգրավենք նաեւ Ռուսաստանին, Իրանին, Չինաստանին։ Դա նշանակում է այդ մարդիկ ուզում են, որ օրինակ թրիփը չլինի, ուղղակի չեն ասում, որ չենք ուզում, որ թրիփը լինի, ասում են նաեւ ներգրավենք այս երկրներին։ Կոնկրետ խմբեր եւ քաղաքական ուժեր կան, որոնք որ ամեն կերպ ուզում են անել այդպես, որ նոր հաստատած խաղաղությունը հետ պատտեն։ Մի լուր կար, որը այս Իրано-ամերիկյան կռվի մեջ sense կորավ, բայց ես մի քիչ կապ ունեմ այդ ոլորտի հետ։ Դատախազությունը նախկին կրթության նախարարից պահանջում է մի քանի միլիոն դոլար փող Լևոն Մկրտչյանի մասն է խոսքը, դաշնակցական։ Մի քանի միլիոն դոլարի փող, որ նա ունի, ապօրինի ասում է դատախազությունը, հարգելով անմեղության կանխավարկածը, մի քանի տասնյակ գույքեր, մեքենաներ, շարժական գույքեր եւ արդեն տակը այնց մանր բաներ։ Ես մտածում եմ բախտի տերը թաղեմ, մենք էլ կրթության նախարար ունենք, աշխատավարձից աշխատավարձ ձգում ենք։ Ո՞նց է տենց կարածը։ Դե գիտեք, ես կարծում եմ, որ սա մի քանի միլիոն դոլար, տասնյակ գույքեր եւ դաշնակցությունը, որը հիմա խոսում է կոռուպցիայից։ Հատկապես դաշնակցությունը, որը անընդհատ խոսում է ազգային արժեքներից եւ մեր ինքնությունից։ Ուրեմն դատախազությունը Լևոն Մկրտչյանից, նախկին կրթության գիտության նախարարից պահանջում է 26 անշարժ գույք, 7 շարժական գույք, 1 միլիարդ դրամից ավել դրամական միջոցներ, դա մի քանի միլիոն դոլար, հա, եւ կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանից, հա։ Հիմա ես ում հասկանամ, երբ որ դաշնակցությունը մեզ անընդհատ բան է անում, մեղադրում է օրինակ պատմությունը ուրանալու մեջ։ Լևոն Մկրտչյանը ինչ է արել, պատմությունը կարող է յուրացրել է, ոչ թե ուրացել է, որ ուրեմն ձեռքաբերել այդքան անշարժ գույք։ Պետք է ոչ թե ուրանալ, այլ յուրանալ։ Էդ եմ ասում, իրենք պատմությունը ոչ թե ուրացել են, իրենք պատմությունը յուրացրել են, բայց իրենք միայն պատմությունը չեն յուրացրել, իրենք նաև ժողովրդի ունեցվածքն են յուրացրել։ Ուրիշ բան ասեմ։ Պարզ է, չէ՞ որ դաշնակցականները, երբ որ պաշտոն են ունեցել, իրանք այդ ապօրինի գույքը որ կուտակել են, իրանք նաև բաժին են տվել դաշնակցությանը։ Այդ այսպես կոչված օբշի կատյոլը, որ եղել է այն ժամանակ։ Մեկ ուրիշ դաշնակցական Իշխան Սաղաթելյանից էլ վերջերս դատախազությունը հրապարակեց, եթե չեմ սխալվում, ապօրինի գույքի բռնագանձումով 5 անշարժ գույքեր պահանջում, եթե չեմ սխալվում, թիվը 5 շարժական գույքեր պահանջում, էլի դրամական միջոցներ եւ այլն եւ այլն։ Պետք է եղել ձեր ժամանակին։ Պատկերացնեք, որ այտենց պաշտոններ բայց Լևոն Մկրտչյանը ամենաերկար նախարարն է եղել 4 անգամ, 5 անգամ։ Այո։ Կրթության նախարարը։ Եվ այսօր, երբ որ դաշնակցությունը ամեն պատեհ եւ ոչ պատեհ առիթներով հատկապես խոսում է կրթության, գիտության, ազգայինի, պատմության, ծիծեռնակաբեր, ասում են ծիծեռնակաբերդը քանդում եք, մեզ ասում են, որ պատմությունը ուրանում եք, հուշարձանները, եկեղեցիները, բայց իրենք ապօրինի գույք են կուտակում, այդ ապօրինի գույքը պետքա գնար եւ օրինակ ասենք որևէ տեղ թանգարան պիտի դառնար։ Այդ ապօրինի գույքը պետքա գնար եւ պետքա ասենք որևէ եկեղեցի բարեկարգվեր։ Այդ ապօրինի գույքը պետքա գնար որ ու պիտի դառնար զենք։ Բայց ինչ են արել դաշնակցությունը, ինչ արել։ Խնդրեմ Լևոն Մկրտչյանի այսօրվա այդ ապօրինի գույքի վերաբերյալ էս հայտարարությունը ուղղակի այսպես բան է անում, էլի, ասենց քողը պատռում է դաշնակցության ողջ դղեկավարության ողջ երեսպաշտության։ Անկոջան, եթե դրա այդ ճիշտ է, իհարկե, դա քող չի, դա չգիտեմ ինչ է, որովհետև ասենք տանել եկա, մի քանի միլիոն դոլար, 26 անշարժ գույք
Եվ ես այսօր տեսա, որ մեկ այլ դաշնակցական մեզ էլի մեղադրում էր բան, կարկանդակ եւ եգիպտացորեն ուտելու մեջ, հա, այսինքն այո, մենք կարկանդակ եւ եգիպտացորեն ենք ուտում, մենք չենք ուտում, ասենք, ապորինի թալանված 26 անշարժ գույք, 7 շարժական գույք, միլիարդավոր դրամներ չենք ուտում։ Դուք կերել եք հերիք, հիմա մեզ մեղադրում եք, ասենք, որ մենք կարկանդակ ենք ուտում։ Կներեք, ասենք, բա դուք ինչ եք կերել։ Մինչև հիմա ձեր ղեկավարը Ռոբերտ Քոչանից $200 միլիոն ապորինի գույք է պահանջում դատախազությունը ու դուք բան եք անում, ուրեմն չեք պապանձվում, էլի պետքա պապանձվեն նստեն միտեղ։ Ու էլի շարունակելի է այդ։ Տեսեք, ես Իշխան Սաղաթելյանին ասցիք, դուք ասիք դա էդի հələ մեծ բան չի, փոքր բան է, բայց երբ որ այդ ամեն ինչը գումարում ենք, եթե նայում ենք Սերյան Օհանյանից Իշխան ապորինի գույքա պահանջում, եթե նայում ենք մյուս բաներից նախկին Պաշտոնյանից որքան ապորինի գույքա պահանջում, դա ստացվում է մի կլորիկ գումար, որը որ պետքա դառնա այն պաշտպանական ամրությունները, որ հիմա մենք կառուցում ենք, այն սպառազինությունները, որ մենք ձեռք ենք բերում, այն տները, որ մենք սարքում ենք, մենք հատկապես 3 երբ որ գնացել ենք սահմանամերձ գյուղեր, հերթական անգամ էլի տեսանք 16 միլիոնի ծրագրով կառուցված տները պետության օժանդակությամբ։ Դուք պատկերացնում եք այդ 200 միլիոն դոլար փողով, որ հիմա Քոչանից պահանջում են ապօրինի գույքով, քանի հազար հատ 16 միլիոնի ծրագրով կարելի էր տներ սարքել Հայաստանի սահմանամերձ գյուղերում։ Բերքաբեր գյուղում, որը սահմանամերձ է, 16 միլիոնով կառուցվել է մոտավորապես 100 տուն, որը նշանակում է, որ Բերքաբերում տների թիվը ուղղակի կրկնապատկվել է, հասկանում եք, եւ սա ընդհանրապես մի քանի տարվա ընթացքում։ Ու այս մարդիկ այսօր մեզ գալիս ասում են դուք երկիրը կործանում եք։ Երկիրը դուք եք կործանում, որ ինչքան կարացել եք թալանել եք։ Այդ ինչքան կանոնալից էլ մի քիչ շատ է, այդտեղ պետք է կարանաս, այտենց հեշտ չի այդ թվերը։ Բայց հատկապես որ դա կրթության եւ գիտության նախարարն է դա արել, որովհետեւ ես նորից եմ ասում, մեզ որ այդ մարդիկ ամբողջ օրը բան են կարդում, դասախոսություն են կարդում, բարոյախրատական ճառեր են կարդում, քրիստոնեության, հոգևոր արժեքների, բարոյականության մասին։ Հոգևոր արժեքները ուր են։ Քրիստոնեությունն ասում է մի գողացիր։ Դες բան են ասում։ Հա։ Ասում է մի գողացիր։ Եվ այդ մարդիկ եւ այս մարդիկ, որոնք որ իրենք բան են տարբեր հոգևորականների մեղադրում են տիրադավ լինելու մեջ։ Առաջինը տիրադավն իրենք են, որ տիրոջ փողադավ կարելի է լինել, տիրադավ չէ։ Որովհետեւ փողն է իրենց Աստվածը։ Եվ քանի որ փողն իրենց Աստվածն է, իրենք բնականաբար իրենց տիրոջը տիրադավ չեն լինի, փողին տիրադավ չեն լինի։ Դա հիմա գանք ներքաղաքական խնդիրներին, չնայած դա ինձ դժվար է այդ թվերից հետո ներքաղաքական դաշտ գալը։ Խաղաղությունը պատրանք է։ Ես այսօր լսում եմ մեր ձևից մի կնոջ մամուլի խոսնակի, նրանք ասում են չի կարելի խաղաղություն, եթե չկա ուժեղ լիդեր։ Եթե Ադրբեջանը զինվում է, իսկ դուք կրճատում եք ռազմական բյուջեն։ Ես առաջարկում եմ այդ խոսնակին, չեմ ճանաչում ճիշտ ասած իրեն։ Լևոն Մկրտչյանի բյուջեն ավելի շատ է, քան մեր ռազմական բյուջեն։ Այո։ Ես առաջարկում եմ այդ անձնավորությունը, ով նման բան է ասում, առաջարկում եմ ինքը դիմի եւ գնա ու իր աչքով տեսնի այն պաշտպանական ամրությունները, որոնք որ մենք կառուցել ենք եւ նաեւ հայտարարվել է, կարող է նաեւ դիմել մեր ուրեմն սպառազինությունների ձեռքբերումները գնա եւ տեսնի։ Ես առաջարկում եմ ինքը գնա եւ այցելի բոլոր իմ ասած սահմանամերձ գյուղերը, որտեղ որ մարդիկ կառուցում են սահմանից մի քանի 100 մետր այս կողմ կառուցում են տներ, նոր տներ են կառուցում եւ պատրաստվում են այդտեղ իրենց կյանքը շարունակել, իրենց ընտանիքը մեծացնել, ունենալ երեխաներ եւ այդ մարդիկ ասում են, որ այսօր խաղաղություն կա, առավել քան երբևէ։ Թող ինքը գնա եւ այդ մարդկանց ասի, որ խաղաղությունը պատրանք է։ Այսինքն պատրանքը այն տունն է, որ այդ մարդը սարքել է, հիմքերը դրել է, որ ապրի։ Մարդիկ այդ խաղաղության մեջ այսօր ապրում են։ Խաղաղությունը իրանց պատկերացման պետքա քեշ լինի, որ լեսնեն իրանց ջեբերը, գնան հետո այդ իրենց բանը ստամոքսա պաշտեյությամբ ինչքան կարան թալանել ուտեն, հետո ասեն սա է խաղ, ուժեղ լիդերը որն է։ Ուժեղ լիդերը իրենց լիդերն են, որ արհեստական բանականությամբ են մարդկանց հետ խոսում։ Ուժեղ լիդերը բանով է, ուժեղը գաղափարապես խիչ իրենց լիդերը մի հատ խոսում։ Խիչի մի հատ դուրս գալի հանրությանը մի բան ասի։ Կալանքի տակա, բայց ես գիտեմ իմ ունեցած տեղեկատվությամբ նրա հանրային խոսքի վրա արգելք չկա։ Թող խոսեն։ Ինչի՞ չեն խոսում։ Գիտեք խի չեն խոսում, որովհետև բանի Քոչարյանի, Սերժի եւ մյուսների օրինակով տեսել են, որ իրանք ինչքան չխոսան, այնքան ավելի լավ։ Որովհետև հենց որ խոսում են, սկսում են մատնել իրանց։
Որտեվ իրանց մեծ մասը նույնիսկ քնա ժամանակ է տարած խալանում։ Այդ մարդիկ այսօր եկել խոսում են ուժեղ լիդերությունից։ Ուժեղ լիդերը նախ եւ առաջ պետք է կարողանա սեփական մտքերը հոդաբաշխ արտահայտել, բայց այդ մարդիկ ոչ մի լեզվով չեն կարող նորմալ խոսեն, ոչ մի լեզվով չեն կարող նորմալ մտածեն։ Բայց գնում են բանն այնա, մի հատ էլ նոյան տապան են սարքում իմացա։ Երևի ասել են պետքա տրոյական ձի սարքես, շփոթվել են, մտածել են ոչ բան, նոյան տապան, բայց դա նույն բանը չէ, հետո ինչ որ երկուսն էլ փայտից էին։ Այդ անձնակազմը, որին նոյան տապան են տանում, այդ անձնակազմի մեծ մասը տրոյական ձի անձնակազմ, ձիու անձնակազմա։ Մեկն էլ են Թևանյան Անդրանիկը ազգային ժողովից է դուրս եկել, չէ՞, տրոյական ձիու մեջից Հայաստան խմբակցություն անունով դուրս եկավ եւ սահուն անցում կատարեց բան, նոյան տապան։ Հիմա ինչ ասես մտածում են ռեբրենդինգ են անում։ Այսինքն ամեն ինչ ունեին իրենց տապանն էր պակասում, կամ չգիտեմ, ասենք ուժեղ Հայաստան։ Այդ ուժեղ լիդերների պատրանքը, որը եղել է երկար տարիներ Հայաստանում, հա, այդ զուգանում մարդ ծեծելով սպանելը, այդ Երևանի կենտրոնում 10 մարդու գնդակահարելը, մարդկանց դիակների վրա իշխանության գալը եւ պաշտպանելը, այդ դա ուժ չի։ Ո՞վ է ավելի ուժեղ Ռոբերտ Քոչյանը թե Սամվել Կարապետյանը, ո՞նց են, ով ավելի ուժեղ։ Ես չեմ կարող ասել, ինձ թվում է դա ապացուցելու ամենալավ տարբերակը պետքա իրանք նստեն իրար դիմաց եւ խոսեն։ Ինձ թվում է, երբ որ նստեն իրար հետ խոսեն, ես չգիտեմ, օրինակ բանը դե Ռոբերտ Քոչյանից օրինակ պահանջում են 200 միլիոնի ապօրինի գույք։ Սամվել Կարապետյանի մասով ես չգիտեմ, չեմ կարող ասել։ Հիմա իրանց համար ուժը մի քիչ ուրիշ բան է, էլի։ Օրինակ Ռոբերտ Քոչյանը կարա սատկած առյուծ հեծնի, Սամվել Կարապետյանը կարա դա անի, թե չի կարա անի։ Իրենց ուժը ուրիշ բանով է չափվում։ Բայց երբ օրինակ վարչապետը գնում է եւ սեփական քաղաքացիների հետ շփվում է եւ օրինակ ասենք որևէ տեղ կարող է քաղաքացին նաեւ վարչապետին քաղաքացին ենթադրենք քաղաքացին այո թույլ չտվեց իր խանութ մտնել եւ հիմա ասում են ուժեղ լիդեր Քոչյանի օրոք Հայաստանում կարող է լինել մեկը որ սեփական խանութի դուռը կփակեր Քոչյանի առջեւ կմցնեին այդ խանութից էլ բան չէր մնա այդ մարդուց էլ բան չէր մնա այդ մարդու բոլոր հարազատներին լույսի արագությամբ որտեղ ինչքան աշխատանք կար կհեռացնեին աշխատանքից այդ մարդիկ էլ կքոչեին Հայաստանից կգնային լավագույն դեպքում ուղղակի մի ձև կփախնեին Հայաստանից վատագույն դեպքում չէին էլ հասցնի փախնեն Հայաստանից ուժեղ լիդերը այո այն լիդերն է որ այսօր գնում է սեփական քաղաքացիների հետ ուղիղ եթերով առանց մոնտաժի առանց ֆիլտրի ժամերով շփվում լիդերները չեն գնում ժողովրդի հետ խոսելու խնդրեմ թող գնան մի հատ ուղիղ եթերով վարչապետի Facebook-յան էջը երեք եւ անցած օրը համարյա ամբողջ օրը ուղիղ եթերի ռեժիմի մեջ ա եղել բոլորը կարող են մտնել այն առանց որևէ մոնտաժի ես առաջարկում եմ ուժեղ լիդեր իրենց հայտարարած անձինք գնան եւ մի օր լավ մի օր չէ մի քանի ժամ ուղիղ եթերով այտենց միացրած Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքում դուրս գան ու գնան մարդկանց հետ շփվեն այդ ժամանակ իրանց ուժը իրանք կտեսնեն այդ ժամանակ կտեսնեն որ այնտեղ ուժ չկա դատարկություն է ու մարդկանց իրական գնահատականը կլսեն իրանց մասին շնորհակալություն